մենք դպրոցական օրերին վեր գհիշենք թե ինչ ցևով սորվեցանք բեդությամը իմաստը ինչ ցևով մեզի բացատրեցին թե ինչ կնշանակե բեդություն այդ ժամանակ մեզի սինթե բեդությունը հանրապես գազմված կլա 4 հիմնական դարեր է առաջինը իհարկե բնակչությունն է երկրորդը դարածքը այն դարածքը ուր այդ բնակչությունը գաբրի երրորդը այնտեղ գործող կառավարությունը որ այդ դարածքի վրա գիշխե իսկ չորրորդը այդ կառավարության հատկությունը իրավունքը եւ հնարավորությունը այլ կառավարություններու հետ հաղորդակցելու համացայնելու եւ ընդհանրապես որևէ տեսակի համացայնություններ կայացնելու մենք որպես Հայաստան սովետական շրջանին ունեինք բնակչություն ունեինք դարածք բայց այդ դարածքին սահմանները կպաշտպանվեին ոչ հայկական ուժերով սովետական ուժերով ուրեմն դարածքը կար բայց սահմանները օդարներու կողմէ կպաշտպանվեր կառավարություն կար տեղական սակայն այդ կառավարությունը արտաքին մագարտակով իրավունք չուներ հաղորդակցելու խորհրդային Հայաստանը ներկայացնելու եւ մասնավոր համացայնակրեր ստորագրելու ուրեմն բավական թերի գետեր ուներ անկախության ետք Հայաստան անշուշտ որ ունի բնակչություն ունի նաև դարածք այդ դարածքը դակավին սահմանազատված չէ բավարար ցևով երկար աշխատանք կա այդտեղ դակավին այդ դարածքը լրիվ հայկական ուժերով պաշտպանված չէ դակավին օդար ուժեր կան որոնք սահմանի վրա գտնվին գա կառավարություն եւ այդ կառավարությունը դժբախտաբար մինչև վերջերս գրեթե իրավունք չուներ ինքնուրույն ցևով հաղորդակցելու աշխարհի հետ օրինակ համար մենք հանդգնություն չունեինք Թուրքիո հետ հավասար խոսելու համացայնելու իրավունք նույնիսկ չունեինք Ադրբեջանի հետ թեմթիմաց նստելու խոսելու համացայնելու անպայման միջնորդ մը բիլար եւ ինչպես որ գիտենք այդ բարակային միջնորդը Ռուսաստանն էր որ միջև հիմա կփորձե այդ թերը բահբանել եւ ավելին գուզե ոչ թե միան միջնորդը լալ այլ քերիշխող կողմը լալ թե Հայաստանի վրա թե Ադրբեջանի վրա ուրեմն մենք զրկված էինք այդ իրավունքեն ունեինք իրավունքը բայց մենք մեզի զրկած էինք մենք մեզի անշարժացուցած էինք եւ մենք մեր արչեւ դրված հարցերը ուրիշներու խողովակով գուզեինք լուծել չենք գնալ լուծել հիմա մեկ հարց պիտի արդյոք այժմ մեր բոլոր հարցերը մեր միջոցով կլուծենք անշուշտ ոչ այսինքն մենք սակայն բախտատմամբ այսքե քանի մտար առաջ եղած մեր վիճակին սկսած ենք հասկանալ թե ինչսել է մեր հարցերը մեր ցերքերու մեջ առնել սկսած ենք հասկանալ թե առաջին հերթին միան մենք բարդավորություն ունենք մեր հարցերը լուծելու եւ երկրորդ հերթին դարձյալ մենք երրորդ հերթին դարձյալ մենք եթե որոշ կողմեր կան որոնք այս կան այն բարականերու պրոմով գրնան թրագան ներդրում ունենալ մեր հարաբերությունի մեջ աշխարհով մեկ այո անոնք կնան ունենալ բայց ոչ թելատրողի կամ իրենց ընկնուրույն միագողմանի շահերը հետապնդելով այլ բանը որ պիտի նպաստի նաև մեզի իսկապես ոչ թե այնպես ինչպես մեզի կսեն մենք ցեր շահերուն համար գնենք եւ դուք
չեք հասկանալ ձեր շահերը եւ գուքան եւ մեզի կբացատրեն թե ինչ է մեր շահերը եւ ինչպես որ գտեսնենք Ռուսիո Պաշտոնական խոսնակը եւ այլ Ռուսաստանի մեջ գործող լրագրողներ անընդհատ մեզի կբացատրեն թե ինչ է մեր շահերը անընդհատ մեզի գուզեն հասկացնել որ մենք մեր շահերեն շատ հերոյ ենք եւ մենք մեր ժողովրդի շահերը չենք գիտեր իրենք գիտեն եւ իրենք անշուշտ այն բարի կամեցողություն ունին որ մեզի բացատրել գուզեն որովհետեւ մենք չինանք դժվարություններու մեջ չհանդիպինք դժվարություններու եւ ցախողություններու չհանդիպինք բայց իրենք են այդ բաժարը ցախողություններու նախքին բոլոր ցախողություններու բաժարը գրեթե իրենք են